աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային բազմաթիվ դերակատարներ սևեռել են իրենց ուշադրությունը Սյունիքի վրա։ Սա իհարկե եւ դրական է եւ բացասական է։ Այս իրավիճակային լարվածությունը ես ավելի շատ պայմանավորում եմ Օմանում նախատեսվող բանակցությունների ընթառաջ կողմերի վերադիրքավորման համար, այսինքն մեծացնում են փոխադարձաբար կողմերը մեծացնում են մեկը մյուսի վրա ճնշումները բոլոր հնարավոր մակարդակներում։ Պարզ է իրենց համար ամենաընկալելի սցենարը, որ լինի հենց միջանցք առանց որևէ վերահսկողության, բայց ես իհարկե չեմ կարող այս պահին այդ սցենարը առանց ռազմական լուծման հնարավոր չէ։ Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք արևելագետ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ ենք մեր տաղավարի հյուրընկալվելու համար։ Պարոն Պետրոսյան, թերևս հանրության ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ վերջին զարգացող իրողությունները, հատկապես լուսանցքում մնաց նաև այն միջադեպը, երբ որ հենց նաև երկու անչափահաս հայտնվեցին ադրբեջանցիների ձեռքում, իսկ հետո վերադարձվեցին, այս նախադեպը ձեր կարծիքով ինչ վտանգներով է հղի եւ ինչ կարելի է սպասել դեռևս այս ամենից։ Շնորհակալ եմ։ Ես անկեղծ ասած ինչքանով հետևեցի գործընթացին, բավականաչափ այսպես ոչ այնքան հրապարակային էր, փաստացի եթե հղում են կատարում պաշտոնական տեղեկատվությանը, երիտասարդները կամ անգամ դեռահասները մոլորվել են իրենց կենդանիների հետքերով գնալիս եւ հետո ես որքանով հասկանում եմ հայտնվել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության տիրույթում, որից հետո երևի թե ինչ-որ բանակցությունների արդյունքում նրանք վերադարձվել էին եւ միայն դրանից հետո կարծես թե եղավ ԱԱԾ-ի պարզաբանող հայտարարությունը առայն որ երիտասարդ տղաները չէին առևանգվել, այլ պարզապես մոլորվել են, ի սկզբանե որովհետև եղավ քարոզչական որոշակի աղմուկ, առայն որ ադրբեջանցիներն առևանգել են եւ այլն, բայց հետո փաստացի այդ բանից հետո պարզաբանումներից հետո պարզ դարձավ, որ մոլորվել են եւ փառքաստուն հնարավոր եղավ վերադարձնել։ Այստեղ իհարկե կան օբյեկտիվ բացասական իրողություններ, որոնք պետք է արձանագրել, բայց զուգահեռաբար նաև կան փաստացի որոշ դրական կողմեր process-ի հետ կապված, որի մասին եւս պետք է խոսել։ Բացասական օբյեկտիվ իրողությունն այն է, որ ցավոք սրտի մեր երկու երկրների միջև շփման գծերն այնքան են մոտեցել, որ ադրբեջանցի զինծառայողները սահմանապահներն արդեն իսկ հայկական Հայաստանի Հանրապետության բնակավայրերի մատույցներում են եւ ցավոք սրտի հատկապես հասարակական մակարդակում կենցաղային տարբեր խնդիրների լուծման պատճառով կարող են նման միջադեպեր հաճախակի դառնալ, որը ուզեմ նշել, որ սա կարծես թե առաջին դեպքը չի, նախկինում էլ ես հիշում եմ նման էլի դեպքեր տեղի ունեցել են, բայց զուգահեռաբար նաեւ դրական կողմն այն է, որ փաստացի կա երկխոսություն երկու երկրների սահմանապահների միջև եւ նման միջադեպերը հնարավոր է լինում կանխել եւ նաեւ հետագայի համար էլ ուզում եմ նշել, որ իրավիճակը սահմաններին այնպես է եւ նաեւ սահմանների չսահմանազատված լինելով էլ պայմանավորված, որ նման բացական զարգացումներից խուսափել հնարավոր լինել չի լինելու, բայց կրկնում եմ դրական իրողությունն այն է, որ կա երկխոսություն եւ հնարավոր է լինում հատկապես նման պարագաներում մոլորված անձանց վերադարձն ապահովել։ Իսկ մի փոքր նաև գալով այլ թեմայի, վերջին շրջանում նաև քննարկվեց Սյունիքում բացված Ֆրանսիայի հյուպատոսությունը, կխնդրեի թե մեզ ասեիք առհասարակ այն ինչ տվեց, վերջապես։ Տեսեք,
Մի փոքր շարունակեմ նախորդ հարցին, որտեղ տեսեք, այս միջադեպը տեղ ունեցավ, երբ որ այնուամենայնիվ կար որոշակի սահմանային լարվածություն տևական ժամանակ, վերջին 2 ամիսների ընթացքում, եւ երբ որ կար տեղեկատվության բաց, հա, սա հավելյալ այսպես ուրեմն մեծացրեց անհանգստությունը հանրության շրջանում, որը մտահոգիչ է, քանի որ հատկապես Սյունիքում վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կային ուրեմն սահմանային կառավարելի լարվածության դրսևորումներ եւ ինչն է կարեւոր, որ այս նման իրավիճակում, երբ որ զուգահեռաբար նաեւ սահմանային հատվածի բնակության հետ կապված խնդիրներ են առաջանում, այստեղ շատ հեշտ է նաև հաշվի առնելով Հայաստանի ներսում իրավիճակը, շատ հեշտ է լինում քարոզչական աղմուկ բարձրացնել անգամ չճշտված տեղեկատվության միջոցով, անգամ շատ հաճախ, որ ինձ համար գոնե շատ ցավալ է, առանց իրավիճակի զգայունությունը հասկանալու, ուրեմն ազդել հանրային ընկալումների վրա, որը իմ կարծիքով գոնե պետք է վերանայվի, հա, այս մոտեցումը Հայաստանի ներքաղաքական դաշտի կամ տեղեկատվական դաշտի բոլոր դերակատարների մասով, բայց այստեղ իհարկե կա նաև պատկան մարմինների խնդիր, ես կարծում որ այս մասով պետք է անպայման տեղեկատվական քաղաքականությունը շատ ավելի ճկուն գործի եւ թույլ չտա, որպեսզի ապատեգացիան միջոցով փորձեր արվեն ազդել հանրային տրամադրությունների վրա։ Սա կարծում եմ, որտեղ ես նշեցի, որ նման միջադեպերից ցավոք սրտի չեն կարողանալու հետագայում էլ խուսափել, քանի դեռ կա եւ ընդհանրապես ասեմ, քանի որ հարևան երկրներ են, այնուամենայնիվ եւ սահմաններն էլ արդեն մի քանի տարի է զգալիորեն մոտեցել են իրար, նման դեպքերից խուսափել են արժանին, որովհետեւ այս դեպքում մեզ համար է ավելի շատ խնդրահարույց իրավիճակը, որովհետեւ Հայաստանի սահմանակից բնակավայրի հիմնական մասում ադրբեջանցիներ բնակեցված չեն եւ հիմնականում նրանց սահմանապահներն են, իսկ մեր բնակավայրերն էլ սահմանային մոտ են, ինչպես արդեն նշեցի։ Գալով ձեր երկրորդ հարցին, Սյունիքում ֆրանսիական պատվո-հյուպատոսության բացումը, որտեղ տևական ժամանակ գնում էր քննարկումներ, որ պետք է բացի դիվանագիտական ներկայացություն, բայց դրա կարգավիճակի մասին դեռևս հստակեցումներ չկային, միայն վերջին ժամանակահատվածում պարզ դարձավ, որ բացվում է պատվո-հյուպատոսություն, որը իհարկե իր նշանակությամբ եւ կարեւորությամբ զիջում է հյուպատոսությանը կամ գլխավոր հյուպատոսությանը, հա, եւ այս պարագայում կարծում եմ ավելի շատ խորհրդանշական կարեւորություն ունի եւ ինչի մասն է սա խոսում, սա նշանակում է, որ աշխարհակաղակական եւ տարածաշրջանային բազմաթիվ դերակատարներ սևեռել են իրենց ուշադրությունը Սյունիքի վրա։ Սա իհարկե եւ դրական է եւ բացասական է, դրական է այն առումով, որ տեսեք այնուամենայնիվ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը դրական հունով է գնում եւ հնարավոր է լինում ապաշրջափակում ապահովել, սա նշանակում է, որ կա հետաքրքրություն բազմաթիվ երկրների կողմից, ուրեմն այս մեր Սյունիքի տարածաշրջանի եւ այդ տարածաշրջանի միջոցով ապաշրջափակվելի կապուղիներով ինչ որ դերակատարում ունենալով։ Սա դրական առում, բացասական այն առումով, որ այնուամենայնիվ շատ մեծ է մտահոգությունը, որ այդ նշածս դրական սցենարը կարող է տեղի չունենալ եւ ավելի մեծ է ռազմական սցենարով խնդրի կարգավորման հավանականությունը, հաշվի առնելով հատկապես տարածաշրջանում եւ աշխարհում շարունակվող անորոշությունը, որի դեպ վերջի օրերին ավելի է մեծացել պայմանավորված Իրան Միացյալ Նահանգներ հարաբերություններում նկատվող լարվածությամբ եւ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ փաստացի այս պահին Սյունիքում կա իրանական գլխավոր հյուպատոսություն, Կապանում, որը օբյեկտիվ է, որտեղ սահմանակից երկրներ ենք եւ հատկապես Սյունիքն սահմանակից մարզ է եւ վերջին շրջանում նկատվում է բավականաչափ ակտիվացում հենց Սյունիքում, Կապանում։ Մենք գիտենք, որ հյուսիս-հարավ ուրեմն ճանապարհատված է մի ագարակից դեպի Սիսիան մի հատվածի շինարարություն անգամ
իրանական ընկերություններն են իրականացնում, ես վերջին շրջանում մի քանի անգամ հնարավորություն ունեցել եմ այցելել այդ տարածաշրջան, նկատել եմ նաև այլ ուրեմն տնտեսվարողների ակտիվացում Սյունիքում, որ իհարկե շատ գովելի է եւ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացնում, որպեսզի գլխավոր պատասխան ունի, որտեղ ինչքան մեծանում շփումներ, այնքան պետության ներկայության անհրաժեշտությունը աճում է, դրանք կարող են տարական անգամ փաստաթղթային խնդիրներից սկսած մինչև օրենքի հետ կապված հարցեր, դեսպանատան կամ եւ հյուպատոսության կողմից դիվանագիտական ներկայացությունների կողմից ուղղորդման անհրաժեշտության հարցեր եւ այլն։ Եվ գանք արդեն երրորդ կողմին հարցի Ռուսաստանի ակտիվացման։ Դեպետ հարցը ես եւս ուզում եի տալ, թե ռուսական հյուպատոսության մասին եւս տևական ժամանակ խոսում են, ինչու չի բացվում։ Այս ամենակարևոր հարցերից մեկն է այս խնդրի հետ կապված, որտեղ ռուսական կողմն էլ հատկապես 2020 թվականից հետո հետևողական կերպով փորձում է Սյունիքում հյուպատոսություն բացել։ Ես սա պայմանավորում եմ երկու հանգամանքով։ Առաջինը իհարկե կապված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով այդ ապաշրջափակման վերաբերյալ եղած կետով, որտեղ ռուսական ԱԴՑ-ին որոշակի ուրեմն իրավասություններ են վերապահված եւ այս առումով եթե դիտարկում ենք Ռուսաստանը պետք է որ ձգտեր նաև դիվանագիտական ներկայացություն ունենալ, որովհետև խնդիրը պետք է լավ հասկանալ, այս պահին Սյունիքը մեր տարածաշրջանում փաստացի ըստ էության հարավային Կովկասում երբ թե ամենապայթյունավտանգ, ամենավտանգավոր, բայց միևնույն ժամանակ նաև ամենագրավիչ տարածաշրջաններից մեկն է, որովհետև այս պահին հենց Սյունիքում հնարավոր զարգացումներով է պայմանավորված առողջապահության տարածաշրջանի ապագան։ Եթե Սյունիքի հարցում հնարավոր եղավ պայմանավորվածությունների գալ խաղաղ եղանակով, Հայաստանի, Ադրբեջանի եւ տրամաբանորեն արդեն բնականաբար Թուրքիայի, Հայաստանի միջև Իրանի համաձայնության պարագայում, Արևմուտքի համաձայնության պարագայում, ինչ ոչ նաեւ Ռուսաստանի արդեն ըմբռնողական վերաբերմունքի պարագայում մենք կունենանք կամ կարող ենք կանխատեսել խաղաղ ապագայի խաղաղ եւ այսպես ասեմ, համագործակցային տարածաշրջանի մասին։ Բայց եթե եղավ հակառակ սցենարը, որն է ռազմական եղանակով խնդիրների հանգուցալուծում, սա նշանակում է տևական լարվածություն այս տարածաշրջանում տարբեր դերակատարների ուրեմն ուշադրության սևեռում տարածաշրջանի վրա եւ իհարկե տարբեր մակարդակով ներգրավվածություն։ Հիմա քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է եւ նրա համար ռազմավարական կարեւորություն ունի այս կապուղու վերահսկողությունը, բնականաբար նա փորձում է այս պահին գոնե քան դեռ վերջնական պայմանավորություններ չկան, դիվանագիտական ներկայացություն այնուամենայնիվ ունենալ, որտեղ տեսեք, մենք հիմա խոսեցինք Ֆրանսիայի պատվիրակության բացման մասին, չէ, ինքը ինչ է, ինքը սիմվոլիկ նշանակության մեծաշով ինստիտուտ է, բայց հենց Ֆրանսիայի դրոշակը այդտեղ Ֆրանսիային պատկանող հաստատությունը մեծաշով, սա նշանակում է այդ երկրի ներկայություն։ Հիմա նույնն է Ռուսաստանի դեպքում, եթե կա Ռուսաստանի պատկանող դիվանագիտական ներկայացություն, Ռուսաստանի Դաշնության դրոշն է ծածան, սա նշանակում է արդեն Ռուսաստանի ներկայությունը այս տարածաշրջանում։ Սա արդեն բարձրացնում է Ռուսաստանի կշռը եւ ազդեցությունը այս տարածաշրջանի վրա։ Հիմա ինչու է հայկական կողմը խուսափում այս պահին կամ անդադար հետաձգում, որովհետև իմ գնահատմամբ փորձ է արվում նոյեմբերի 9-ի ռուսական մեկնաբանությունից դուրս, Ռուսաստանի եւ Ադրբեջանի մեկնաբանությունից դուրս հասնել ապաշրջափակման։ Այսինքն ապաշրջափակում, որը տեղի կունենա հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխադարձ համաձայնության արդյունքում առանց երրորդ դերակատարների ներգրավվածության, որովհետեւ եթե նոյեմբերի 9-ով է, մենք չենք կարող այնուամենայնիվ ռուսական գոնե սիմվոլիկ ներկայությունից խուսափել։ Իսկ սա այս բանը չի բխում
գոնե Հայաստանի շահերից, Ադրբեջանի մասով մի փոքր կխուսափեմ, հստակ գնահատել արդյոք Ադրբեջանը կցանկանա ռուսական ներկայացուցիչ, թե կցանկանար Հայաստանի հետ համագործակցությամբ ապաշրջափակում, բարձր է իրենց համար ամենաընկալելի սցենարը, որ լինի հենց միջանցք առանց որևէ վերահսկողության, բայց ես իհարկե չեմ կարող այս պահին այդ սցենարը առանց ռազմական լուծման հնարավոր չէ։ Եթե խաղ լուծման սխալ տարբերակում լուծման պարագայում է, ես օրինակ այս պահին չեմ կարող գնահատել մանավանդ հաշվի առնելով Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վերջին շրջանում նկատվող լարվածությունները, որքանով է Ադրբեջանին ձեռնտու անցնել մի ճանապարհով, որը վերահսկելու են ռուսները, հա, կամ նույնը Թուրքիայի պարագայում, որքանով է թուրքերի համար ընկալելի մի ճանապարհ, որը վերահսկելու է իրենց տարածաշրջանային մրցակցին, ավելի լավ է իրենք Իրանի տարածքում շարունակեն նույն ճանապարհները։ Սա է հիմնական խնդիրը եւ այս պահին գոնե հայկական կողմի դիրքորոշումը ես պայմանավորում հենց նրանով, քանի որ աշխարհական իրավիճակն բարենպաստ է, փորձել դուրս գալ, ինչպես արդեն նշեցի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ռուսական եւ ադրբեջանական մեկնաբանության ձևաչափից եւ գնալ ապաշրջափակման խնդրի լուծման ուղիղ Ադրբեջանի հետ պայմանավորվելով արևմուտքի ներգրավվածությամբ, գուցե նաև Չինաստանի ներգրավվածությամբ, բայց բացառապես հայկական կողմի վերահսկողության եւ իրավազորության ներքո կապուղիների տրամադրման համատեքստում, որքանով է այս բանը հնարավոր կդժվարանա մասը, որտեղ թե աշխարհում իրավիճակը եւ թե ինչպես մենք որոշակի անդրադարձանք այս հարցին, տարածաշրջանային իրողությունները այս բանին հնարավորություն են տալիս, որպեսզի Ադրբեջանը շարունակի մնալ իր առավելապաշտական դիրքերում, չգնա փոխզիջման եւ ակնկալիքներ ունենա Հայաստանից ստանալ հենց միջազգային տրամաբանության կապուղի։ Իդեպ նաև վերջին շրջանում Ալա Շուկի Փաշազադեի հնչեցրած հայտարարությունները եւս հազվադեպ են առաջ ուշադրության կենտրոնում հայտնվում, հատկապես ես կմեջբերեմ նաև նրա խոսքերից մեկով նշել է, որ հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական քարոզ է անում, իր ժողովրդին տանում է դեպի աղետ։ Սա հենց Փաշազադեն է նշել, այսինքն արդյոք մենք կարող ենք ասել, որ սա նշանակում է, թե եկեղեցին առհասարակ ոչնչացնելու նկրտումներ են նկատի ունենում։ Ես կարծում Փաշազադեի հայտարարությունները Ադրբեջանի, այլ համատեքստում են, տեսեք, այստեղ երկու կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել։ Նախ եւ առաջ մենք տեսնում ենք, որ երկու երկրների կրոնական հաստատությունների միջև կան ուրեմն որոշակի կամ խնդիրը, որ առկա է երկու երկրների հարաբերությունում, դա դրսևորում նաև երկու երկրների կրոնական հաստատությունների հարաբերությունների վրա։ Առաջինը պայմանավորված է բնականաբար այն հանգամանքով, որ հայ առաքելական եկեղեցին Արցախի հարցում ունի հստակ դիրքորոշում, այսինքն կարծես թե իր հնարավորությունների շրջանակներում փորձում է հարցը պահպանել օրակարգում եւ Շվեյցարիայում վերջին օրերին տեղ ունեցած միջոցառումը, որին մասնակցում է ամենահայտ կաթողիկոսը, նրա հնչեցրած ելույթը, այլ հոգեորականների հայտարարությունները Մեծիտան ուրեմն Կիլիկիո կաթողիկոսի պարբերաբար հայտարարությունները այս մասին է խոսում։ Եվ պարզ է, որ այս եղանակով Ադրբեջանը գոնե կրոնական մակարդակում, այսինքն կաթողիկոսին Ադրբեջանի համարժեք մակարդակում, Փաշազադեի մակարդակում պետք է հնչեցվեն կամ պետք է նկատել նման գործունեություն։ Երկրորդը չմոռանանք, որ Ադրբեջանը շարունակում է առաջ մղել Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսությունը, որն իրենից առանց չափազանցան ներկայացնում է, ենթադրում է տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ եթե չեմ սխալվում, անգամ Երևանի ազգության վերականգնման մասին է վերջին միջոցառումներից մեկի ընթացքում խոսվել եւ այս Փաշազադեի վերջին շրջանում նկատող աննախադեպ, իրոք աննախադեպ
այս ակտիվությունը պայմանավորված է նաև այս եղանակով, այսինքն փորձել ազդել ներհայաստանյան տրամադրությունների վրա։ Սա հատկապես այն պարագայում, երբ որ տեսնում ենք, որ երկրի ներսում էլ քաղաքական իշխանության եւ ուրեմն հոգեվորականության որոշ ներկայացուցիչների միջև կան որոշակի խնդիրներ։ Եվ այս պարագայում հատկապես երբ որ մեր երկրում ներքաղաքական իրողություններով պայմանավորված, այս տեղեկատվական քարոզչական դաշտում եղած իրողություններով պայմանավորված եւ հիմնական ընդդիմության հիմնական քարոզչական նարատիվները հաշվի առնելով Ադրբեջանը շատ հաճախ, բավականաչափ հաջող կերպով կարողանում է ազդել քարոզչական հարցերի վրա, հա, այսինքն մենք գիտենք, որ այս պահին օրինակ է վերջին շրջանում ակտիվացել է Փաշազադեն, իրենք էլ շատ լավ հետևում են, տեսնում են, որ Հայաստանում օրինակ փորձ է արվում իշխանությունների ակտիվացումը կապել Ադրբեջանից հնչող հայտարարությունների հետ եւ բնականաբար իրենք այդ գիծն ավելի են ակտիվացնում։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Եվ ես օրինակ վերջին 5 տարիներին շատ ուշադրությամբ հետևել եմ եւ իրենք փորձել են ամեն անգամ, երբ որ Հայաստանում ինչ որ քաղաքականություն է իրականացում կամ ինչ որ իշխանությունների կողմից ինչ որ նախաձեռնություն է ուրեմն սկսվում, եթե հնարավոր է դա կապել Ադրբեջանի հետ եւ Հայաստանում տրամաբանական կապ գտնում են, ադրբեջանցիները փորձում են այդ կրակի վրա յուղ լցնել իրենց վերլուծականներով, տարբեր պաշտոնյաների հայտարարություններով եւ այլն։ Եվ Փաշազադեի ակտիվացման այդ մյուս ուրեմն պատճառը դա է, նրանք փորձում են ամեն կերպ Հայաստանում խորացնել ներքաղաքական լարվածությունը, որտեղ իրենց այս պահին պետք է այսպիսի իրավիճակ։ Իրենց Ադրբեջանի համար ամենանախընտրելի ուրեմն իրավիճակը Հայաստանում դա ներքին քաոսն է, անիշխանությունն է, որից օգտվելով նրանք փորձել են Հայաստանից ստանալ ամեն հնարավորը, դա եւ պայմանավորված է այսպես կոչված միջանցքի հարցով եւ սահմանազատման գործընթացի ընթացքում իրենց համար ավելի ընկալել լուծումներով եւ այլն եւ այլն։ Այսպես ես կարող եմ անգամ պատկերավոր օրինակը բերել իրենց համար Ադրբեջանի համար Հայաստանի ընկալելի ընդունելի տարբերակը այն է, ինչպեսին Իսրայելի համար Սիրիայում, հա, Սիրիայում, այսինքն երբ որ քաղաքացիական պատերազմ է, երբ որ երկրում անիշխանություն էր, քաոս էր, իսկ իրենք էլ օգտվելով լուծում են իրենց խնդիրները։ Հիմա նույն սցենարին, անգամ այդ սցենարի իրականացմանը իրենց ունեցած քարոզչական, գաղափարական, հաճախ նաև քաղաքական գործիքակազմով փորձում են ազդել եւ ես ըստ այն, քանի Հայաստանում մոտենալու է այս նախընտրական շրջափուլը, իրենց այդ ազդեցությունն ավելի մեծացնել են։ Իրանց համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում լինի գլոբալ եւ երկարատև անորոշություն։ Իդեպ նաև ԱՄՆ եւ Իրան, հա, միջուկային բանակցությունները կարծես գնալով փակուղի են, հա, այսպես ասած մոտենում եւ ձեր կարծիքով սա ինչ կարող է, հա, նշանակել, արդյոք կարող ենք ասել, որ վերջապես մոտենում ենք Իրան-Իսրայել, հա, ուղիղ առճակատման, այսպես ասած։ Սա ես այս մասին մի փոքր արդեն խոսեցի։ Եվ հատկապես մեզ համար այնինչ վտանգներ են, հա։ Հենց Ադրբեջանը նաև այս զարգացումներով պայմանավորված է, հա, իր դիրքորոշումը փաստացի մշակում, նախապատրաստում, շատ լավ հասկանալով, որ կա տարածաշրջանային մեծ պատերազմի հավանականություն։ Եվ քանի որ կա նման պատերազմի, նման հակամարտության հավանականություն, ապա այս պահին պետք չէ ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, ինչ-որ սահմանափակումներ ունենալ, ավելի ազատ գործել։ Եվ նաև սրանով պայմանավորված իրենք անդադ ձգձգվում են, որտեղ մենք փաստացի ունենք փոխհամաձայնեցված արդեն խաղաղության համաձայնագրի տեքստ, բայց դա չի ստորագրվել եւ դա այլ բացատրություն չունի, քան հենց Ադրբեջանի կողմից ուրեմն այդ նոր տարածաշրջանային հնարավոր զարգացումներին նախապատրաստվելու եւ դրանց արդյունքում ավելի մեծ ակնկալիքներ ունենալու եւ ուրեմն դրանց հասնելու ծրագրերով ես կպայմանավորվեմ եւ երկրորդը իհարկե փորձում են այդ խաղաղությունը հնարավորինս թանկ վաճառել Հայաստանի վրա, որը եւ ընդհանրապես տարածաշրջանի համար, որը եւս միանշանակ է։ Հիմա ինչ վերաբերում է Բունձե նշած խնդրին, որը ցավոք սրտի վերջին զարգացումները ցույց են տալիս, որ բավականաչափ էլի մեծանում է անորոշությունը այս հիմնախնդրում եւս եւ մեծանում է նաեւ
ռազմական հարթությունում գործընթացի շարունակման հնարավորությունը։ Այս պայն հատկապես վերջի 2 օրին մենք աննախադեպ լարվածություն ենք նկատում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հարաբերություններում։ Այս իրավիճակային լարվածությունը ես ավելի շատ պայմանավորում եմ Օմանում նախատեսվող բանակցությունների ընդառաջ կողմերի վերադիրքավորման համար, այսինքն մեծացնում են փոխադարձաբար կողմերը մեծացնում են մեկը մյուսի վրա ճնշումները բոլոր հնարավոր մակարդակներում։ Այս պահին փաստացի Միացյալ Նահանգների այս գործողությունները, որոնք թե տեղեկատվական դաշտում են եւ քաղաքական հայտարարությունների դաշտում են, եւ թե տարբեր մանևրներ ունենք հայտարարում են, որ պետք է տարածաշրջանի երկրներ, մի քանի երկրներին դիվանագիտական ներկայացությունների աշխատակիցներին տարհանել։ Սա ինչի մասն է խոսում, որ սա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները ինչ որ կանխատեսում են, ինչ որ պատերազմ տարածաշրջանում, այսինքն սա հստակ ցույց է Իրանի ուղղությամբ, որ եթե դուք չգնաք չպայմանավորվեք, զարգացումները տեղափոխվել են ռազմական հարթություն։ Հատկապես այն պարագայում, երբ որ Իսրայելն է անընդհատ այդ մասով խոսում, անգամ նախապատրաստում է նման գործողությունների, անգամ վերջին ամիսներին մի քանի անգամ արևմտյան մեդիայում եղավ տեղեկատվության արտահոսք, որ X ժամանակահատվածում տարբեր ամիսներ է խոսում, մայիս, հունիս, հուլիս ամիսներին Իսրայելը նախապատրաստում է ռազմական գործողություն։ Հիմա այս ամեն ինչը այս պահին կարծում նպատակ է հետավորում ճնշելու Իրանին բանակցային գործընթացում կանխատեսվող ակնկալող բանակցությունները, որոնք Օմանում են տեղ ունենալու, ավելի այսպես թույլ դիրքերից հանդես գալ եւ գնալ զիջումների, որն է հրաժարվել խաղ ատոմի զարգացման ուրեմն իրենց ծրագրից։ Իհարկե ես կարճաժամկետ հեռանկարում կանխատեսեցի ինչի համար է այս ամենը, բայց իհարկե չի բացառում, որ իրոք կարող է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից եւ զարգացումները տեղափոխվեն ռազմական հարթություն, բայց մի կարևոր հանգամանք կա, որի մասին ուզում եմ անպայման խոսեմ, իմ գնահատմամբ ոչ Իրանը եւ ոչ Միացյալ Նահանգներն այս բանը չեն ցանկանում պատերազմ, նրանք ցկտուն ամեն կերպ խնդիրը լուծել դիվանագիտական բանակցությունների սեղանի շուրջ, ինչու շատ բարձ, որտեղ շատ ակնհայտ է, որ դա ուղիղ երկկողմ պատերազմ չի լինի, դա չլինելու ոչ Իրան-Իսրայել պատերազմ, ոչ Իրան-Միացյալ Նահանգներ պատերազմ, դա լինելու մեծ տարածաշրջանային պատերազմ, որտեղ Իսրայելը միայնակ չի կարող Իրանի դեմ գործել, որտեղ իրենք այնուամենայնիվ համաչափ հակառակորդներ չեն։ Իսկ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը դա էլ իր հերթին արդեն ենթադրում է ավելի մեծ պատերազմ, որտեղ Իրանի կողմից թիրախավորվելու են այն բոլոր երկրները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, իսկ հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում կան նման ռազմաբազաներ, դրան գումարած Իրաքում կա ամերիկյան ներկայություն, Սիրիայում կա, հետևաբար արդեն կանխատեսել է, որ դառնում վերածում է շատ մեծ տարածաշրջանային պատերազմ։ Դրա սցենարը կա, դրա սցենարը ցավոք սրտի օրեցօր ավելի իրատեսական է դառնում, բայց իմ գնահատմամբ նաև կա հնարավորություն այս պահին իրավիճակը դիվանագիտական ուղիներով լուծելու, հուսանք, որ երկու երկրներն դիվանագիտական խոհեմություն կդրսևորեն, չնայած նշում որ շատ բարդ է լինում, որովհետև կան կողմնակի խաղացողներ, որոնց անհրաժեշտ է, որպեսզի այս հակամարտությունը չկարգավորվի, ավելի սրվի եւ ընդհանուր գնա որոշակի ռազմական էսկալացիայի։ Օրինակ Իսրայելը դրա մասին խոսեցին, իմ գնահատմամբ որոշակի լարվածությունը ձեռնտու է նաեւ ինչու ոչ Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև եթե Իրանի եւ Արևմուտքի մեջ լինի կարգավորում, դա ենթադրում է Իրանի շատ ավելի այսպես մանևրի հնարավորությունների մեծացում եւ Ռուսաստանից ու Չինաստանից կախվածության նվազեցում։ Կարծում եմ, որ որոշակի ռազմական սցենարներն անշուշտ կողմնակից են եւ անգամ դա կարող է բխել նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից, որովհետեւ տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվելու եւ հենց այս երկրներն, որ կարող են շահել հատկապես Թուրքիայի պարագայում տարածաշրջանում ամենաազդեցիկ դերակատարը դառնալու, որպես միջնորդ պրոցեսներին ներգրավելու եւ առավելագույն օգուտներ քաղելու տեսանկյունից։
Եվ պարոն Պետրոսյան, եթե կտակ նաև վերջին հարցը, սա, այս Իսրայել-Իրան բախման վտանգի ֆոնին կարելի ասել նաև ամերիկյան, բազաներն են, այսպես ասած մարտական վիճակի առավել քան բերվում, ձեր կարծիքով արդյոք կարող ենք ասել, որ ստացվում է ռուս-ուկրաինական պատերազմը հայտնվում է լուսանցքում եւ բացի դա սա կարող է բերել նաեւ երրորդ համաշխարհային պատերազմի, որպես ձեր դիրքորոշում այս հարցի շուրջ։ Ես մի փոքր անդրադարձա այս խնդրին։ Նայեք, Իրան, Իսրայել եւ Իրան Միացյալ Նահանգներ հակամարտության առանձնահատկությունը որն է։ Այս երկրները չունեն անմիջական սահմաններ մեկը մյուսի հետ, բնականաբար Իրանն ու Իսրայելը չունեն, նրանց միջև մի քանի երկրներ կան, առնվազն Իրաքը եւ Սիրիան, նաեւ Լիբանանը, Հորդանանը, եթե այլ գծով ենք նայում, ավելի հարավային գծով ենք նայում, Միացյալ Նահանգների եւ ուրեմն Իրանի միջև եւս չկան սահմաններ, բայց Միացյալ Նահանգները ունի ռազմական ներկայություն Իրանի հարևան մի քանի երկրներում, հատկապես նշեցի Պարսից-Սոցիալ-արաբական երկրներն եւ Իրաքն է։ Իսկ սա մեծացնում է հնարավորությունը հենց այդ տարածքներից բնականաբար որտեղից այլապես կարող է Միացյալ Նահանգները թիրախավորել, այսինքն կամ այդ ռազմաբազաներից կամ ուրեմն ծովից ռազմական նավատորմի միջոցով կամ էլ եվրոպական մի քանի երկրներից, հենց այստեղ որ երբեմն խոսում է Ադրբեջանի կարևորության մասին, որտեղ Ադրբեջանը գոնե մինչև այժմ բազմաթիվ վերլուծականներում նշվել է, որ կարող է վերածվել պլազդարմա, այսինքն տրամադրել իր տարածքը թե Իսրայելի համար, թե Միացյալ Նահանգների համար Իրանի դեմ գործողություններ իրականացնելու առումով, որում Իսրայելը բավականաչափ մեծ ջանքեր է գործադրել հատկապես վերջին մի քանի ամիսներին այդ սցենարը առաջ մղելու, հատկապես Միացյալ Նահանգների հետ, երբ որ խոսում են, որ կարելի է լավ դաշինք ձևավորել Իսրայել, Միացյալ Նահանգներ, Ադրբեջան, հաշվառնելով Ադրբեջանի շիայական երկիր լինելու հանգամանքը եւ Իրանին սահմանակից լինելու հանգամանքը։ Հիմա այս պարագայում դրա համար ես նշեցի, որ եթե Միացյալ Նահանգները մտնում է պատերազմի մեջ, նա գործել է տարածաշրջանի արաբական երկրների ռազմաբազաներից, որտեղ այլ հնարավորություն, ինչպես արդեն նշեցի, չկա։ Իսկ Իրանի պատասխանել բնականաբար տրամաբանորեն լինել է թիրախավորել այն բոլոր կետերը, որտեղից լինել են հարվածներ։ Դա նշանակում է թիրախավորում արաբական երկրների, թիրախավորում Իսրայելի, եթե մեր տարածաշրջանից լինի նաև մեր տարածաշրջանի տվյալ դեպքում Ադրբեջանի եւ փաստացի ունենալ ենք մեծ տարածաշրջանային պատերազմ, որն էլ միանալով Եվրոպայում ընթացող պատերազմը ինչու ոչ արդեն կարող է հանգեցնել ուղիղ ուրեմն երրորդ համաշխարհային պատերազմի գլոբալ առճակատման, որովհետև այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ ուրեմն Իրանն էլ մենակ չի մնալու, հա, եթե մեծանա ռազմական գործողությունների եւ թիրախային գործողությունների հնարավորությունը, այստեղ չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է անմասն մնալ կամ Չինաստանը եւս կարող է անմասն մնալ, իսկ նրանք եւս փորձում չեմ ասում ռազմական եղանակով աջակցել, բայց գոնե մաքսիմալ թե դիվանագիտական կլինի, տնտեսական եղանակով կլինի, հա, գոնե մանևրի հնարավորություն է ստեղծել Իրանի համար դիմակայելու Միացյալ Նահանգներին։ Հասկանալի է։ Շատ լավ, պարոն Պետրոսյան, ձեզ անչափ շնորհակալ ենք բավական հետաքրքիր վերլուծությունների համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր ինձ զրուցակիցներ առավելագետ տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Ցտեսություն։